Հրապարակ թերթը գրում է նախորդ շաբաթ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրած Ռուսկաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանը հայտարարել է, որ նախաձեռնում է Արմենիա 2026 շարժումը։ Նա քարոզում է միասնություն, մենքի գերակայություն, բայց մարդիկ դեռ պետք է համոզվեն, նա այդ գաղափարների իրական կրողն է, թե Նիկոլ Փաշինյանի կողմից 2026 թվականի ընտրություններին ընդառաջ ներդրվող տրոյական ձի։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է նախօրեին քաղաքացիական պայմանագրի վարչության նիստի թեմաներից կարելի ասել գլխավորներից մեկը եղել է կաթողիկոսի հեռացման հարցը։ Թերթի տեղեկություններով վարչության անդամները ևս մեկ անգամ պնդել են, որ վեհափառին ու նրա շուրջ հավաքված հոգևորականներին պետք է ամեն գնով թույլատնել ու հանրային հնչեղություն պետք է տալ Փաշինյանի հարցը՝ կաթողիկոսը զավակ ունի թե ոչ։ Թերթի տեղեկություններով ճնշումները կմեծանան բոլոր այն ընդդիմադիր ուժերի վրա, որոնք նախօրեին գնացել են օդանավակայան ու դիմավորել Գարեգին երկրորդին, աջակցություն նրա։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական վարչության անդամներին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ավելի մեծացնել եկեղեցու դեմ ճնշումը։ Հոգևորականներին վերագրվող զարհուրելի պատմություններ նետել, դաշնյարդերի պատերազմ վարել, ամեն օր թունավորելով ու վարկաբեկելով եկեղեցու սպասավորներին։ Իսկ երբ ժամանակ կգա, նաև ապացույցներ, փաստեր կհրապարակեն, որոնք ձեռք են բերվել իրավապահ մարմիններին ապօրինի հրահանգներ տալու եւ մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հետևանքով։ Առայժմ դեռ հապաղում են բացահայտումներ անել, վախենալով, որ հանրության համբերության բաժակը կարող է լցվել եւ հակառակ էֆեկտը լինել։ Զուգահեռաբար իշխանությունը նաեւ եկեղեցու ներսում է աշխատանքներ անում տարբեր հոգևորականների միջոցով Գարեգին երկրորդի դեմ կոալիցիա ստեղծելու եւ նրան հեռացնելու համար պարարտ թող ստեղծելու նպատակով։ Սակայն այս պահի դրությամբ նման հոգևորականները ըստ թերթի աղբյուրների դեռ փոքրամասնություն են եւ դժվար է կարողանան մեծամասնություն դառնալ ու եկեղեցու ներսում իշխանափոխություն իրականացնել։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Ռասիա մոլի ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք տարիներ շարունակ առաքտրի կենտրոնի առաջին հարկում ոսկյա եւ արծաթյա զարդեր են վաճառել։ Նրանցից մեկը թերթի լրագրողին ասել է, որ սեփականատերերը Սուքասյանների ընտանիքը տարածքն ավելի շահեկան գնով տրամադրել է ինչ-որ այլազգի գործարարի եւ իրենց առաջարկվել է տեղափոխվել այլ մոլեր։ Սիլ կոնցեռնի մամուլի պատասխանատուն էլ թերթին փոխանցել է, որ օրենքով նախատեսված կարգով 2 ամիս ժամանակ է առաջին հարկի աշխատողներին։ Մի մասին առաջարկվել է առաքտրի կենտրոնի ազատ հատվածներում աշխատել։ Այդ սրահում 2 ամսից վերանորոգում է սկսվելու, որի ավարտից հետո թե այնինչ նպատակների կծառայի դեռ որոշված չէ։ Գրում է թերթը։